Մարտահարածը ի սկզբանե ունի ստրեսի հաղթահարման բնական մեխանիզմ։ Այս մեխանիզմը օգնում է ինչպես օրվա ընթացքում եղած ստրեսը չեզոքացնել, այնպես էլ թույլ չի տալիս, որպեսզի հետագայում այդ իրադարձությունները հիշելը լինեն տառապանք։ Նկատած կլինեք, երբ ինչ-որ վատ բան է պատահում, երկար ժամանակ այդ իրադարձությունը թողնում է իր հետքը։ Ամեն անգամ հիշելով բացասական ապրումներ ենք ունենում։ Ստրեսի հաղթահարման կենսաֆիզիոլոգիական մեխանիզմը հետևյալն է։ Ստրեսի, վատ իրադարձությունների, շոկային օրերին քնել ժամը 20:00-ին, որ 9-ից 9:30 մարդ լինի քնած։ Այդ ժամանակահատվածում, եթե մարդ քնած է, մարդու ուղեղը աշխատում է հատուկ ռեժիմով։ Ենթագիտակցական պրոցեսները ընթանում են այնպես, որ այդ ստրեսը մարսվի, այսպես ասած, եւ չթողնի հետևանքներ։ Այսօր 21-րդ դարում, երբ 99% մարդիկ ապրում են արևային ռիթմից, բնության ռիթմից դուրս, չեն օգտվում բնական պաշտպանական մեխանիզմից եւ ապրում ենք անբնական ռիթմով, ինչի արդյունքում կրճատվել է մարդկանց կյանքի միջին տևողությունը, շատացել են հոգեհուզական ոլորտի խնդիրները։ Հակաստրես վեբինարի ընթացքում կկիսվեմ առաջադեմ միջոցներով, որոնք ձեզ կօգնեն կառավարել, հաղթահարել ստրեսը եւ ապրել լիարժեք եւ երջանիկ կյանքով։ Մանրամասները մեկնաբանություններում կամ պրոֆիլի նկարագրության մեջ։ Սեղմիր հավանել, բաժանորդագրվիր եւ գրիր քո կարծիքը մեկնաբանություններում։